Իսրայել-Իրան հակամարտությունը չի մարում։ Հրթիռակոծվում են երկու երկրների մայրաքաղաքները։ Աշխարհի մի շարք պետություններ կրակի դադարեցման եւ բանակցությունները շարունակելու կոչեր են հնչեցնում։ Դրանց շարքերում նաեւ Թուրքիան։ Գազայում Իսրայելի գործողություններին կտրուկ դեմ արտահայտված Անկարան դատապարտող հայտարարություն արեց նաեւ Իրանի վրա հարձակման ժամանակ։ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, սակայն Թուրքիան այս հարցում Իրանի կողմնակիցն է միայն հռետորաբանությամբ, քանի որ կարծիք կա, որ Էրդողանը աջակցում է Իրանի դեմ հարձակմանը։ Դա ապացուցելը դժվար է, բայց կան հանգամանքներ, որոնք խոսում են այդ վարկածի ճշմարտացիության մասին, բացատրում է արևելագետը։ Դա հետևյալն է, որ Իրանի ղեկավարությունը 3-4 օր հրապարակեց այն երկրների ցանկը, որոնք իրենց դեմ են գործում այս պատերազմում, եւ Թուրքիան ընդգրկվել էր դրա մեջ։ Սա Իրանի ղեկավարության գնահատականն է, եւ իրենք հավանական է փաստեր ունեն դրա հետ կապված։ Հայտարարել, թե Թուրքիան Իրանի թշնամին է, այս պահին ճիշտ չէ, ասում է Սաֆրաստյանը։ Այս երկրները մեկ դարից ավելի է կարողանում են պահպանել խաղաղ հարևանությունը, չնայած բազմաթիվ հակասություններին, բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե Իրանը պարտվի։ Եթե Իրանի թուլանալու գործընթացը շարունակվի, ես կարծում եմ Թուրքիան այստեղ ակտիվ դերակատարում կունենա, հենց Ատրպատականի հետ կապված, գուցե նաև ուրիշ խնդիրների հետ։ Այնպես որ այն ժամանակ արդեն մենք կտեսնենք այլ Թուրքիա։ Թուլացած Իրանից Թուրքիան կցանկանա պոկել Ատրպատականը, բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Էրդողանը զգուշանում է քրդերից, որոնք արդեն իսկ Իրանում հայտարարել են անկախանալու ցանկության մասին։ Հազիվ Թուրքիան կարողացավ իր քրդերի հետ կամ կարողանում է, պարզեն չի, ոչ կարողանա թե չէ իր քրդերի հետ, այսպես ասած, ինչ որ լեզուներ փորձում գտնել։ Եթե հիմա իրադարձությունները անկառավարելի դառնան Իրանում, դա ընդհանրապես Մերձավոր Արևելքը, այսպես վերիվ նոր իրավիճակ կստեղծի Մերձավոր Արևելք։ Դա շատ տանգավոր է, շատ երկրներն էլ մեծ տերություններն էլ նրանք էլ ես կարծում եմ կխուսափեն այն բանից, որ սկսի Իրանում գլուխ բարձրացնել այդ սեպարատիզմը, որովհետև հետևանքները անկանխատեսելի կլինեն։ Հիմա Սիրիան հազիվ կարողացավ ինչ-որ մի քիչ կարգի բերել, այդ էլ պարզ չի վերջնական։ Արևելագետի կարծիքով այս փուլում Ադրբեջանը Սյունիքի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերի։ Շեշտում է, Ատրպատականում թուրքական հատուկ ուժերի գործունեությունն ապացուցված փաստ է, ու եթե Իրանում սկսվի էթնիկ խմբերի անկախացում, շատ հավանական է, որ Թուրքիան կփորձի պոկել Ատրպատականը, որն էլ հետագայում կմիանա Ադրբեջանին, բայց դրան դեռ ժամանակ կա։ Դա իհարկե Հայաստանի համար վատագույն սցենարն է, մենք 3 կողմից կշրջապատվենք թուրքերով։ Հայաստանի համար դրական երևույթը կլինի այն, որ Իրանը պահպանվի որպես միասնական պետություն, եւ Իրանը մեզ համար շատ կարեւոր է եւ մեր որպես տարանցիկ շրջան, տարանցիկ երկիր, որ մեզ կապում է, չգիտեմ, Պարսից ծոցի միջոցով տարբեր այլ ուղիների հետ եւ այլն, այսինքն Հայաստանի շահերից է ուղղակի բխում, որ Իրանը պահպանվի որպես միասնական պետություն։ Լինելով միջին պետությունների շարքից Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում որոշողի դերը ստանձնել։ Անկարային այս պահին Հայաստանում խնդիրներ պետք չեն։ Էրդողանը դեռ սպասում է։ Նրա գործողությունները կտեսնենք միայն, եթե Իրանը պարտվի, ամփոփում է արևելագետը։